Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումն անհրաժեշտություն է։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինի խիստ գրաֆիկում նախատեսված չէ մայիսին այցելել Սաուդյան Արաբիա։ Ժամանակացույցում նման այց չկա, բայց մենք այդ հանդիպումն անհրաժեշտ ենք համարում, ասել է Դմիտրի Պեսկովը, պատասխանելով մայիսին Սաուդյան Արաբիայում Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին հարցին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստման կարիք ունի։ Այսօր Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Մոդին Պուտինին հրավիրել է այցելել Հնդկաստան ամենամյա ավանդական երկկողմ հանդիպման համար։ Կրեմլը պարզաբանել է, որ հրավերն ընդունվել է երախտագիտությամբ։ Եվրահանձնաժողովը մայիսի 6-ին կներկայացնի ռուսական էներգակիրների ներմուծումն աստիճանաբար դադարեցնելու ծրագիր։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Կիրսմայքերը։ Նրա խոսքով եվրահանձնակատարների կողմից ռուսական էներգառեսուրսների ներմուծումից հրաժարվելու ճանապարհային քարտեզը քննարկելուց հետո էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը ծրագրի մանրամասները կներկայացնի Ստրասբուրգում։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ քրիստոնեադեմոկրատական ու քրիստոնեասոցիալական միությունների պահպանողական դաշինքը պաշտոնապես կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել։ Արտահերթ ընտրություններից 10 շաբաթ անց պատասխանատվություն Գերմանիայի համար փաստաթղթի ստորագրումը վերջնականապես ապահովում է նոր կառավարության ձևաչափը։ Սա Գերմանիայի պատմության մեջ 5-րդ կոալիցիան կլինի նման կազմով։ Ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կուսակցությունները գործի կանցնեն առաջին իսկ օրվանից։ Կոալիցիոն համաձայնագիրը, որը մենք այսօր ստորագրում ենք, հստակ ցույց է տալիս մեր հավատարմությունը աշխատելու լրջորեն կենտրոնացված խնդիրների ըմբռնումով, հայտարարել է Գերմանիայի ապագա կանցլերը։ Թեհրանը պատրաստ է միջուկային ծրագրի հարցով հանդիպել եվրոպական եռյակի հետ, չնայած ավելի վաղ նախատեսված բանակցությունների հետաձգմանը, հայտնել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իսմայել Բաղային։ Նրա խոսքով Հռոմում կողմերի ներկայացուցիչների հանդիպումը պետք է տեղի ունենար մայիսի 2-ին, սակայն փոխադարձ համաձայնությամբ այն հետաձգվել է։ Մենք պատրաստ ենք երկխոսության, պետք է միայն համաձայնեցնել նոր ամսաթիվը, նշել է Բաղային այսօր կայացած մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Օմանի արտգործնախարարը հայտնել էր լոգիստիկ դժվարությունների պատճառով Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հերթական փուլի հետաձգման մասին։ Իրանը 1200 կիլոմետր հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Մայիսի 4-ին Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հարված հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին եւ զինված ուժերին, եթե Վաշինգտոնը կամ Թել Ավիվը որոշեն հարձակվել Թեհրանի վրա։ Մենք վերջերս հաջողությամբ փորձարկեցինք նոր բալիստիկ հրթիռ։ Այն բազմաթիվ թիրախների մեջ գտնում է հստակ թիրախ եւ խոցում է այն առանց նույնիսկ 1 մետր շեղման եւ առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման, ասել է Նասիրզադեն։ Մարտին Իրանը ցուցադրել էր իր նոր ստորգետնյա հրթիռային բազան, որտեղ պահվում են բարձր ճշգրտության եւ մեծ հեռահարության հրթիռներ։ Մերի Ներսիսյան, լուրեր։